Խաղացուն ձեզ իմ սիրելի աղբերներ քուրեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, որ այսօր կրկին իրավողորմությունն արել, հավաքվել ենք մեկս մեկիս հետ։ Ես կուզեմ, որ մի կարճ Աստծո սիրուց, Աստծո խաղաղությունից օգտվելով, իր հետ միանալով, երկնքի արքայության մեջ գտնվելով, այս աշխարհի վրա վայելենք իր սերը սիրելի Աստծո ժողովուրդ։ Աստված իր զավակներին չի ցավացնում, Աստված իր զավակներին շատ է սիրում, որ ծնողը ձեզանից իր զավակին կցավացնի։ Մենք խրատում ենք, բայց մենք նաև գնում ենք, մենք չենք թողում մեր զավակը տառապանք ապրի, մենք ուզում ենք մեր զավակին միշտ ուրախություն պարգևենք, հույս ու սեր պարգևենք, մենք մեր սերը ցույց տանք մեր զավակին, որ մենք իրան սիրում ենք, որ մեր զավակը սեր ունենա իր մեջ, որ մեր զավակը ապրելու հույս ունենա ու զորություն ունենա։ Ու այսօր Հիսուս Քրիստոսը ինձ ու քեզ իր սիրով լցնում է, իր զորությունով իր լցնում է, իր մխիթարությունով իր լցնում է։ Աստված սեր է, սիրելի ժողովուրդ։ Ու ես ուզում եմ ձեզ ասեմ, որ Աստված ձեզ բոլորի սիրում է։ Մեկ վախենա, մեկ տկարանա, Աստված ձեզ սիրում է, Աստված ձեզ հետ է, Աստված իր խոսքի մեջ ասել է, ես այսօր եւ հավիտյանը ձեր հետ եմ մինչեւ աշխարհի վերջը։ Ու այդ խոսքերի մար փառավորենք իր անունը։ Ոչ մի մարդ չի կարող այդ խոսքերն ասի։ Ինքնատկարին ուշ տվողը, ինքնատկարի զորացնողը սիրելի ժողովուրդ, ինքնա որ ձեզ հանելու է գերեզմանից ու հարություն ատալու իր հետ, ինքնա փառավոր Աստվածը, իր սուրբ անունը փառավոր սիրելի զորացեք իր հոգով, մեկ տկարանա, Աստված գիտի որ դու ես հող ենք, մենք հողից ինքը պատրաստեց, մեզ գալուց աշխարհ ինքը գիտեր, որ ամենը ինչ որ լինելու է սիրելի ժողովուրդ, դժվար է լինելու, իր զավակները այս աշխարհի վրա հեշտ կյանք չեն ունենալու, գիտեր սիրելի ժողովուրդ, ամեն ինչ իմ ու քո այս աշխարհ գալուց առաջ, բայց Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ իմ ու քո սիրտը պնդասնելու, որ մենք իմանանք, որ մենք թանկ արունով ենք գնված, ու ամեն բան ինքը մեր տեղն արավ, ու ասավ հայր, կատարվեցավ, ամենը կատարեց սիրելի ժողովուրդ։ Ես ուզում եմ, որ ես ու դու ուղղակի մի բան անենք, մեր սրտերի մեջ Աստծո սերը պինդ պահենք։ Եթե դու քո սրտի մեջ Աստծո սերը չունենաս, դու երբեք չես կարա Աստծո կամքը կատարես։ Աստծո կամքը կատարվում ամենակ Աստծո սերը, այն սերը, որ Աստծո մեջ բնակված է։ Այն սերը, որ քո մեջ գալիս է բնակվում է, իր օրհնյալ Սուրբ Հոգու միջոցով։ Միայն այս սերը կարող այդ գործերն անի, ինչքան էլ մարմնավոր գանես, դարձուն չես հաճեսնի։ Այդ գործերը ընդհանրապես մարմնավոր գործեր են։ Մի օր կանենք, երկրորդ օրը չենք կարող անենք։ Դա ուժ չունենք դրա անելու սիրելի ժողովուրդ։ Ուժ ժորությունը Աստծո սիրո մեջ է սիրելի ժողովուրդ։ Աստծո սերն էլ իր խոսքի մեջ է։ Իր խոսքն էլ դու կարաս բայց մենակ ես սիրուց։ Երբ որ դու գիտես ում ես պաշտում, ես դու գիտես որ ով է քո վերև կանգնածը, ով է քո թիկունքին կանգնածը, ով է քեզ սիրողը, ումով դու ես շնչում ես, ով դու ապրում ես, սիրելի ժողովուրդ, դու չես կարող ուրիշ բան անես։ Սերը մենակ մի բան անում, սերը սիրում է, ուրիշ բան անկարող է սերը անի, սերը իր անձը զոհաբերում է։ Հիսուս Քրիստոսը Գողգոթայի խաչի վրա զոհաբերեց, իր անձը զոհաբերեց սիրելի ժողովուրդ։ Այդ խաչը շատ ծանր էր, այդ խաչը ահավոր ծանր էր։ Դա հեշտ չէր, այդ մահը շատ ծանր է սիրելի ժողովուրդ, բայց իմ ու քո համար Հիսուս Քրիստոսը զոհաբերեց իր անձը, որպեսզի ես ու դու կյանք ունենանք, որպեսզի մենք գալով այս աշխարհ իմանանք իր արած մեզ գործը, որ մեր գալուց առաջ արդեն արել է, ու այդ սերը մեզ ստիպի, որ մենք էլ իրան նմանվենք, իրան նման ապրենք, որ մենք կարողանանք այս աշխարհի վրա լույս ու աղ լինենք, սիրելի Աստծո ժողովուրդ, Աստծո զորությունը իր խոսքի մեջ է, ու Աստծո խոսքը մեր մեջ է, ու Աստված իր խոսքի հետևը կանգնած է, մեզ պետք չի նայենք մեր տկար վիճակին, եթե դու նայես քո տկար վիճակին, դու երբեք չես զորանա, երբեք չես զորանա, դու նայ Գողգոթայի խաչին, դու նայ Աստծո զորությանը, դու նայես սիրուն, այս սերը կբխի քո մեջ, այս սերը կգա քո մեջ, ու դու կտեսնես, որ այս սերը արավ այն զորությունները, որ դու երբեք չես կարող անել։ Այդ սերը քո հանդերձները մաքուր կպահի։ Այս սերը թույլ չի տա, այս սերը սիրելի ժողովուրդ մեծ զորություն է։ Սիրո դեմ մահը ոչ մի զորություն չունի։
Սերը մահուց զորավոր Աստծո խոստն ասում Սելասի ժողովուրդ ու փառավորվի իր սուրբ անունը կգա մի օր ու Աստված մեր բոլորիս վարսահատույց կլինի գիտեք ես sense շատ համարներ եմ եկալ Սելասի ժողովուրդ գիտեք sense ես ուզում եմ մի բան ասեմ բայց ես չեմ ուզում շատ ժամանակ կլեմ գիտեք երբ որ գրված է Ղուկաս 4-րդի մեջ որ Հիսուս Քրիստոսը Գեսեմանի պարտեզի մեջ ինքը այդ տարապանքի մեջ է Սելասի ժողովուրդ գիտեք Ղուկաս 22:41-44 խոսքերից կարա կարդաք դա անգնկարագրելի բան է չկա ավետարանը միտեղ 5 տակարանը միտեղ կամ ոչ մեկից չենք տեսել որ մեկի վրից իշնի քրտինքը արունի կաթիլներով արունի կաթիլների նման իշնի դա մեծ տարապանք է եղել ինչի համար այս մեծ տարապանքն եղել որ ես ու դու այսօր այս վայրում գտնվենք դա այդ կաթիլների շնորհքն է որ ես ու դու այս վայրի մեջ ենք եկեք իրան սիրենք ամբողջ սրտով մեր ամբողջ զորությունով ամբողջ մտքով ամբողջ կարողությունով էությունով Սելասի ժողովուրդ ու որ ինքը փառավորի մեր սրտերի մեջ որտև ինքը արժանի է դրան ինքը մեզ հանես այն արունից որի մեջ մենք թաթախված էինք ինքը մեզ սիրեց ոչ թե ինչ-որ մի բանի համար որ մենք լավն էինք այլև ինքը սիրեց երբ որ դեռ մենք մեղավոր էինք մենք ընդհանրապես կորած մեկն էինք բայց մեծ ասավ մեր անցավ մեր կողքով ու ասավ ապրի ու այսօր ես ու դու ապրում ենք իր շնորհքով իր թափած արյան միջոցով իր զորությունով իր խոնարհության հաշվին իր սիրո հաշվին ու ինքը ուզում է որ մենք իրան նմանվենք ինքը բարձացավ Գողգոթայի խաչը կամարոր որ հոր կամքը կատարվի ու ինքը տեսնում էր այսօրը ինքը գիտեր ինչի համար է բարձանում ինքը տեսնում է որ ես ու դու այսօր Սելասի ժողովուրդ ստեղ ենք լինելու ու ես ու դու իր ուրախությունն ենք լինելու ինքը գիտեր իր առաջ կանգնած ուրախությունը այսօր ինքը քեզանով ուրախ է որ դու եկել ես քո հորդ տուն որ դու այդ բանը չես ուրացել որ դու այդ բանը չես մոռացել որ դու այսօր եկել ես որ իրան պաշտես որ դու իրան երկրպագես սիրելի Աստծո ժողովուրդ զորավոր մարդ չկա անթերի մարդ չկա մեկը սիրելի Աստծո ժողովուրդ որ կարա իր արդարությունով Աստծո առաջ կանգնի ոչ մեկ չկա բայց կա մեկը Հիսուս Քրիստոսը սիրելի Աստծո ժողովուրդ որ իր սուրբ արունով արժանացրեց որ այդ անունը մեր վրա գա որ մենք Աստծո որդիներ կոչվենք որ սրբության սրբոցը բացվեց մեծ առաջ որ այսօր մենք կարողանանք այս սրբության սրբոցը մտնենք սիրելի Աստծո ժողովուրդ Հիսուս Հիսուս Քրիստոսը գիտեք այս ճանապարհը որ մենք անցնելու ենք Տերը գիտեր այդ ամենը բայց մեզ որբ չթողած ասավ ես գնում եմ բայց ձեզ որբ չեմ թողա կողարկեմ Սուրբ Հոգին Մխիթարիչը ու ինքը մեծ ձեր հետ կնի հավիտյան ինքը ձեզ կսովորեցնի ինքը ձեզ կառաջնորդի կմխիթարի ու ես օրհնում եմ իր բարձրյալ անունը փառավորվի իր սուրբ անունը որ աշխարհի վրա Աստված բերեց Աստվածային Հոգին ու դրեց ձեր մուքու մեջ այսօր քու մեջ բնացված Աստվածային Հոգին ճանաչի այդ Հոգին որ քու մեջ դրված է նա բարձրյալի Հոգին է որ երկինքն ու երկրին արարեց որ շրջում էր անդունդի վրա որ այսօր ես ու դու կանք դա իր շնորհքն է ու այդ Հոգին իջացել է քու մեջ ու ձեր մեջին ավելի զորավոր քան թե աշխարհինը փառավորեք իր անունը փառավորեք ու գնահատեք ու ճանաչեք դուք ով եք դուք Աստծո զավակներ եք ու Աստծո Հոգին ձեր մեջ է բնակված այսօր ինքը փառավորվում է մենք կորկանք իրանով կանք իր շնորհքով կանք իր զորությունով կանք իր սքանչելի անունը միշտ փառավորվի այս սերն ու զորությունը որի մուքու մեջ
որ այդ ցնծությունը, որի մեջ հավիտյան բնակվի, ում այդ ցնծությունը սիրելի Աստծո ժողովուրդ հաղթելու է մահը, այդ հոգին է հաղթելու, դու չես կարա, այդ հոգին է սիրելի Աստծո ժողովուրդ, որ Հիսուս Քրիստոսի մեջ էր, որ մինչև վերջ հաղթանակեր, ու այդ հոգին ինքը մեզ որ չթողացիչացներ, ալելույա իր սուրբ անվանը, ինքը փառավոր է, ինքն է արժանի, մարդկային միտքը պիղծ է, մարդկային միտքը գերերմա մարդկանց, մարդկային միտքը ուզում է, որ այդ զորությունը չերևա, մարդկային միտքն ու բանականությունը պիղծ է, մարդը չի զանազանում, այն օձը, որ խաբեց Եվային ու Ադամին, այսօր նույն ձևի գործում է ինձ ու քեզ խաբի, բայց արթուն եղեք, ձեր մեջինը զորավոր աշխարհից, հիշեք, մեկը կարանա, ձեզ մենակ մի բան ապեք, ձեզ ծունկը դներ գետնին, ու ասես ալելույա, փառավոր ես դու Հիսուս, փառավորվի քո սորտնյալ անունը, փառավորվի քո տված հոգին ու տեղ տակ այդ հոգին, հոգին է զորացնողը սիրելի ժողովուրդ, մարմինը տկարա, մարմնով ոչ բան չեք կարանեք, չի ստացվի, չի ստացվել ու չի ստացվելու, հոգին է, հոգուն տեղ տվեք, հոգու զորությանը տեղ տվեք, հոգով ապրեք ու Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, օրհնյալ է իր սուրբ անունը, օրհնյալ է ինքը սիրելի Աստծո ժողովուրդ, ես խոնարհում եմ իր ողորմությունների համար, իր սուրբ անունը փառավորվի, այսօր իր հոգին է խոսացողը, այսօր իր հոգին է ինձ ու քեզ մխիթարողը, այսօր իր հոգին է մեզ ու քեզ զորացնողը, իր հոգին է ինձ ու քեզ կյանք տվողը, իր խոսքը կյանք է, իր խոսքը ուրախություն է, իր խոսքը զորություն է, ցնծություն է, սա որ դու չունենաս, ոչ կարաս ապրես, ոչ կարաս վկայես, ոչ մի զորություն չես կարանես, այդ կյանքը սա է, այսօր որ դու լսում ես, այդ կյանքը իր մեջ է, իր ճշմարիտ խոսքի ավետարանի մեջ է, իր սուրբ անունը հավիտյանս փառավորվի, օրհնյալ է իր հավիտենական անունը, եկեք աղոթք անենք,